Ողջույն։ Ողջույն։ Մայիս, չէ՞։ Մայիսի 27-ը։ Այո, մայիսի 27-ն է։ Ժամը 4:04 րոպե։ Այո։ 20 Այսօր բարձր էր, по-моему, այսօր ամենաբարձրն էր ցույց տալի։ 26 աստիճան է, չնայած երկինքը Այսօր անպամած է։ լրիվ, բայց տաք է։ Հիմա մենք այսօր Մերոնցից Արամ եւ Նարան։ Արամ եւ Նարայի հետ հանդիպում Մարսելից, այո։ Հետաքրքիր է, Մարսելից զույգ կար, չէ՞, Մելինե ու ամուսնալը չեմ հիշում ես դա։ Չէ։ Որտեղ Մելինեն է միշտ գրում կոմենտները։ Ու շուտվանից չէր գրում, հիմա նոր գրեց։ Այսօր էկրանի վրա ցույց տվեց, բայց ես չեմ կարդացել։ Ես կարդացի, գրել էր շուտվանից չէի նայում, հիմա սկսեցի նայել, էլի շատ ուզում եմ գամ Երևան։ Տենց էր գրեմ օտարապես, բայց հետաքրքիր է, որ հենց Մարսելից պետք է հանդիպենք, ինքն էլ Մարսելից է, հենց այսօր գրեց։ Զարմանալի է։ Մոսկովյանն էլ կտրենք։ Տեսնենք ինչ է մեզ սպասում։ Այ, ափսոս, ես մտածում եմ ստեղ ազատ է։ Հա, այդ փոքր մեքենաները դնում են մարդ խափնվում է։ Դե լավ, դե չի անեն։ Խափուսի կա։ Ես գնամ։ Աբովյանի վրա եմ, ասա Սայատնովա ոչ մի տեղ չկա։ Թեքվեմ դեպի Տերյան տնամ։ Այսինքն Տերյանն էլ է հեռու կաղա Մոսկովյանում տեղ լինի։ Ասեց Սայատնովան։ Այնտեղ Տերյանը մնաց, Հաղայան փողոցում կանգնեցի, ասենց Գայաձև փողոցային, այն կողմն էլ է Հաղայանը, այնտեղ եկեղեցին է Սուրբ Աննան, հիմա ասենց բակերով կգնամ դեպի Փարիզյան, այս մեկը Պուշկինսկիի կորպուսն է, Պուշկինսկի դպրոցի Այսպես բակերով գնանք։ Այս կողմը սենց խաղողներով, այս կողմը ոչինչ, էլի ված չի, բակում շատրվան աշխատում, հլը նայեք, ասա մոտենանք, անսպասելի էր, Հոյակապը հետաքրքիր է, քաղաքապետարանի շնորհքն է, թե ժողովուրդն է Չէ, մրկերի կինը ասեց, քանի տարի է արդեն, որ այդ շատրվանը կա, ուղղակի սեզոնային է, հետաքրքիր է, անընդհատ անցնում եմ ոչ չեմ տեսել։ Դուրս եկա Աբովյան։ Ողջույն։ Ողջույն։ Վերջապես Մենք մեր հարազատների հետ ենք Երևանում, Անայդա եւ մեր սիրելի Արմենի հետ։ Ահա, հիմա հանդիպել ենք, որ մենք էլ ձեզ հարազատ զգանք, ծանոթանանք։ Ուրեմն Արամ եւ Նարա Մարսելից։ Մի հատ կարճ Արամը ներկայացնի, սենց նեղություն է քաշել այս մարդը։ Սա Մարսելի
դեպքն է, պաստիս, անիս։ Ահա, Հիմա որ գնում ես Մարսելացու մեկի դուն, քեզ հարցնում եմ մի հատ պաստ, հիմա այստեղ ասում եմ սուրճ կխմենք, ասում մի հատ պաստիս չանենք, մի հատ պաստիս խմենք։ Սա պասից է կոչվում։ Պաստիս, անիս, բայց մարսելացիք պաստագան են ասում։ Պաստագան, մի հատ պաստագան չանենք։ Արա մի րոպե, անիսը վի է։ Անիսը, հա, ջրով, ծառույց, ջուր, անպայման։ Որ ջրին լցնում է, սենց մի տեսակ կաթնագույն է դառնում։ Խմել եմ։ Հոյակապ նվեր է, շնորհակալություն։ Խնդրեմ։ Եվ որ նվերը ըսչեցինք, ես մեկն էլ մի հատ նայենք։ Ես էլ տիկին Անահիտին է, հա։ Հոտել, մեր Կրեմերի միքսը։ հոտելն են։ Կրեմերի միքս։ Շատ շնորհակալություն ձեզ։ Արամի ու Նարայի հետ մի հատ շատ հաճելի պատմություն է մեր մոտ կապված։ Մերոնցից Արտուրը ու Գոհարը Յոհաննեսբուրգում են, չէ՞ իրանք։ Հա։ Արամ ջան, մի հատ դուք պատմեք, դուք լավ կպատմեք։ Ես մի հատ լավ հին ընկեր ունեի, Արտուրը եւ Գոհարը, որ ապրում են Աֆրիկա, հարավային Աֆրիկայում, Յոհաննեսբուրգում։ Շատ 15-20 տարվա ընկերներ։ Ահա։ Հետո ունենց եղավ, որ հասցեներով բանով կորցրեցինք մենք իրանց։ Կապը հեռախոսներով, բանով, հասցեներով Բայց այդ ո՞նց է հնարավոր, Արամ, ես համտածում եմ, այդ ո՞նց կորցրեցի։ Հեռախոսի համարները փոխվեց, իրանք տունը փոխեցին եւ Ստեղ Երևանում։ Չէ, Այնտեղ, հա։ Ես գնացի Ֆրանսիա, իրանք գնացին Յոհաննեսբուրգ, ասում էին քեզ ու տենց կդրվեց։ Եվ մի օր, ահա, նայում եմ Երևաներում դեր, Արմենն ու Անահիտան մեր օծանելի վաճառող Դավիթի մոտ, այո, խոսում են, ասում Արտուր ենք ու Գոհարիկ ենք, գալու են, չեն գալու, ասում որ ասեց Յոհաննեսբուրգի Աֆրիկայի, ասեցի չի կարող պատահի, Յոհաննեսբուրգում 2 հատ Արտուր կամ Գոհարիկ լինի, նրանք են, անմիջապես զանգեցինք Անահիտին, ասեցինք Անահիտ տվյալները կտակ, Անահիտան ճիշտ ասեց, կոռեկտ է, ասեց գիտեք առանց իր համաձայնության չեմ կարող, ուզեք ձերը տամ իրանց, ասի Անահիտա ջան տուր, մյուս օրը Արտուրը զանգեց, վայ Արտուր ջան, 4 օր հետո եկան Մարսել, 4 օր հետո եկան Մարսել, 2 շաբաթ, մի րոպե, այնտեղից մոտիկ է Յոհաննեսբուրգից, չէ, Սաղ Աֆրիկան կտրում է, չէ, 18 ժամ ինքնաթիռով, ինքնաթիռով, գալիս են Իտալիա, Հռոմից էլ Մարսել, այ Արամ, եթե դուք ավելի շուտ նայեք մեր հաղորդումը, մենք մի օր իրանց հետ անցկացրեցինք, սաղ նկարել եմ։ Երևի բան, ես 16 թվից նայել եմ ձեր հաղորդումը։ Այդ հաղորդումը ո՞նց եք տեսել մենք իրանց հետ։ Կարող է արանքում բան ա եղել, էլի։ Հա, մենք հանգարցակի հյուսիսայինում հանդիպեցինք, ամբողջ երեկո իրանց հետ էինք։ Այդտեղ դրանից հետո գնացին, 2 ամիս հետո ասեց չգնանք միասին Իսպանիա նոր տարի անցկացնենք։ Ահա, հետաքրքիր է, մերոնք են։ Եկան Բարսելոն, մենք էլ գնացինք Բարսելոն, ասեցի բան չեք գնում հետ Բարսելոնից, գնում ենք Ֆրանսիա։ Մեքենայով էի ես։ Եկանք էլի Ֆրանսիա։ Հունվարի 5 արեցինք հայկան նոր տարին, հետո ամսի 13-ը 3000 կիլոմետր քշեցինք։ Սենց խառը էլի, ինչ ուզել արել եք։ Հիմա անցյալ տարի, լսեք, անցյալ տարի պատմությունը պատմեմ։ Ես գալիս եմ։ Հա։ Ասում եմ, ոչ, ասում եմ Արտուր ջան, չեք գալիս։ Ստեղ ընդունված է բարձր հետաքրքիր պատմությունները։ Ասում եմ Արտուր ջան, չեք գալիս։ Դե չէ, բան, մենք եսի ինչ, եսի։ Մյուս օրը դուք էլի այդ բանի մոտ եք, այդ օրգանիկ Դավիթի մոտ, Դավիթին հարցում եք, ասում եք Արտուր ենք ոնց են, ինչ են, դասդ 3 շաբթի օրը գքան կիմանալ։ Իա։ Ճիշտ է, հա։ 3 շաբթի առավոտը գնում եմ այրոպորտ։ Բանի ռեսը դիմավորելու։ Մեզ սուրպրիզ անել։ Երբ դուք այդ Երևանում, հիմա իրանք ուզում են մեզ սուրպրիզ անել, ասի դե հիմա կտենակ սուրպրիզը որն է։ Սև սուրպրիզ բերեմ ձեր գլխին։ 3 շաբթի օրը գնում եմ գիշերը 3-ին Քաթարի այրոպորտում, գնում Արտուրն ու Գոգան։ Ոչ Քաթարի։ Քաթար են գալիս։ Քաթարի ռեյսը։ Երևան։ Հա, ես ասի Քաթար եք գնացել, հա։ Երևան։ Արտուր Գոգանիշն ասում եմ բռնվեցիք։ Ահա։ Բայց 3 օր մնացին։ Ընդամենը 3 օր այդքան ճանապարհ։ Մաման իր եկել էին մաման
Հա, դեպքեր, հա, ինչ-որ։ Հա, եկան մի 3 օր մաման ինչ բրիշներ, հա, հիվանդ է։ Հիմա ոչ իրանց մոտ է տանում են մնում է։ Հա։ Քույրը տանում է Մոսկվա, այնտեղ էլ չի մնում։ Այստեղ է։ Պահող են բարձու որ պահի, յոլա չի գնում հետը։ Հա, դժվար բան է, ես անցել եմ այդ ճանապարհը, հա։ Չեմ ուզում, լավ։ Հիմա էլ պետք է գայինք միասին, Արմեն ջան։ Հիմա էլ միասին պետք է գայինք, Ահա։ բայց քանի որ օգոստոսին իրանք հարսանիք ունեն, ասեց 2 անգամ բան կլինի։ Աղջիկն է ամուսնանում։ Չէ, քրոջ, տղան թե աղջիկը։ Իր աղջիկները ամուսնացած են։ Նոր թորնիկ ունեցան, բա։ Մեծ տորնիկը ինչքան է Արտուրի։ 10-15։ Չէ, այդքան չկա։ Տղա թորնիկին տենակ, սիգարները թե Արտուրին Կոպյանա, հա։ Դեդոնա իրա, դեդո, ասում դայ դեդոս է, սիգարս է տնում է յանի։ Արամ, իսկ դուք էլ եք Կոմիտասում ապրում։ Ես գիտեք որտեղ է ապրում։ Մեր վայնի կաֆեդրան որ կար։ Հա։ Հուշանվերների գործանը որ շուբայիկ Հա, հա, տանում։ հա, հա, Այդ փողոցով որ գնում էիք, ահա։ ձախ որ թեքվեիք, այդ հուշանվերների գործանի տակի ամբողջ տարածքը իմն է։ Հա, հիմա այդ վաճառել եք, հա։ Հա, վաճառեց։ Գնալուց։ Իսկ Արտուրը ձեր հարևաններ մի դպրոցից եք մի խոսքով։ Ես Արտուրի հետ միասին աշխատել ենք էլեկտրոապարատների գործանում։ Ահա։ Իսկ Գոսպրիոնկա ստեղծեց Կարբաչովը։ Ինչ-որ շատ Որ աղոտ։ օտեկայից բացի գոստանդարտի կոմից կոմիսիա էինք, անի որ ստուգեինք Ահա։ որակը։ Հա, Այնտեղ մենք 6 տարի աշխատեցինք միասին։ Արտուրի հետ։ Հա։ Գնաց իրանք գիտեն որտեղ էին ապրում։ Այն դիալաբետ այն Հասկացա։ Դրա դրեցի շենքն է իր մաման ապրում։ Հա, հա։ Այն մի քիչ փոսնգած շենք է, հա։ Չէ, Դոնի Ռաստով խանութկա է։ Գիտեմ։ Մեկ շենք հետևի շենքը։ Ախ, հետևի շենք։ Հա, հասկացա։ Հասկացա։ Խաղամասին է, բայց թաղում չենք ճանաչել իրար, այդ աշխատանքի տեղը։ Հա, գործի տեղից եք ծանոթ, հա։ Իսկ ձեր գործերը ոնց է Մարսելում։ Հիմա թոշակ է, Մարմեն ջան։ Հա։ Ես գիտեք ինչ, բանի պատճառով աղե մալաչի պրոֆեսիոնալ։ Այսինքն հիվանդության պատճառով բրիշները արգելեցին աշխատել։ Հա։ Այս կորոնավիրուսից հետո շատ վատացա։ Ասում էին Պարկինսոն, ինչ ասես ասեցին։ Հա։ Էլ չէի կարողանում աշխատել, գիտեք, ինչ չէի կարողանում։ Ոչինչ։ Գիտեք ինչ էր մոտս կատարվում Արմեն ջան։ Ես գում էի, որ իմ գործը ես ընդհանրապես շինարարության մեջ ամեն ինչ էլեկտրականություն, վադապровод ես էի ղեկավարում։ Այդ Մարսելում։ Բան, այնտեղ պատմագերությունն է աննական։ Բացի էս կորոնայից հետո որ իմ գործից որակը են չի դնում։ Ահա, հասկանում Մեր եմ։ ընկերների հետ որ աշխատում էի, ասեցի գիտեք ինչ, ես գնում եմ 3 ամիս էլ կտանեմ ձեր գործը, հատ ավելի լավ երիտասարդ ճարեք, որ ինքը բանանի, որովհետև Այո։ չի կարելի։ Ես հասկանում եմ, հա։ Ավելի լավ է գնաս որպես ուստա, քան թե որպես ուստա խլամ։ Այո, ճիշտ եք։ Այդպես Արմեն ջան, թողեցի գնացի 3 տարի շուտ թոշակի գնացի։ Գնում եմ տղաների հետ էլի ինքերների զրուցում ենք։ Մի բան ա լինում, ուստանատարի տնան ինչա ոնց է, մեկ գնում հոգիները հանում եմ։ Ինչը։ Հոգիները հանում եմ, գնում եմ մեկը։ Հա, հոգիները։ Ասում եմ, ծուռ եք հանում, էլի սենց։ Ինձ ասում են դու արդեն թոշակ ես գրացես դու գործ չունես։ Իսկ Նարան ինչ է անում։ Նարա դուք։ Նարան դաշնամուրի դասատու է մասնագետ։ Այո, հա։ Բանից չեմ աշխատում։ Չէ, Նարա։ Я вот хотела спросить. Есть социальный կենտրոններ կան, ոնց որ կուլտուրայի կենտրոններ կան ամեն Մարսելում։ թաղամասում, ես իմ թաղամասում շաբաթը մի անգամ գնում եմ երեխաներին էթիկայի դասը, մուզիկայի դաս, երաժշտության եմ ծանոթացնում, ոչ թե նվագել եմ սովորացնում, այլ ուղղակի Общеобразование. Հա, դա անվճար ուղղակի ընկերական։ Այդ հայկական երեխաները չէ, հայկական չէ։ Բոլոր երեխաները կան։ Հա, Թուրքի երեխա կա։ մի րոպե, շաբաթը քանի անգամ։ Մի անգամ։ Մի անգամ, երկու անգամ, նայած եւ Դե որոշ ինչ-որ թարմություն, հա, տոնուսա չէ պահում։ Ահա, դե приближайся к тому, что Ահա։
մոտենում ես նրան, հա մեկ-մեկ կարելի է։ Մեր դիպլոմը ասում է, գիտեք, ես դրանից իմ Մարսելն է, չէ՞ դիպլոմը։ Մեկը մեկի։ հա։ Չէ։ Եկեք մի հոգի խոսանք ժողովրդի, ես ինչ բազար սարքեցիք։ Ասեմ Արմեն ջան, Ֆրանսիայում որպիսի անձնական գործ աշխատես, կամ պետք է 5 տարի այդ մասնագիտության մեկի մոտ աշխատած լինես, կամ պետք է ունենաս դիպլոմ։ Ես գնացի, ինժեների դիպլոմը պաշտպանեցի, բայց ինժեներ չեն տալի քեզ։ Քեզ տալիս են լավ տեխնիկի, այսինքն որ դու կարող ես գնաս զբաղվես 6-րդ կարգի էլեկտրիկ, որ դու կարող ես պոլիտեխնիկի դիպլոմը այնտեղ 6-րդ կարգի էլեկտրիկ, ահա։ Դե ես իմը մեր ինժեներ էլեկտրիկիսեն էր գնում, գնացի քննություն տվեցի, բան ինձ թույլ տվեցի, որ ասենք շինարարությամբ ես զբաղվեմ էլեկտրականությամբ, բայց այդ քննությունը հանձնելուց հետո թույլ տվեցի։ Այդ ֆրանսերեն հանձնեցիք քննությունը։ Աղջիկները արդեն տիրապետեցին բանը, այդ ձեռները որ խոսում են իրար այդ բան։ Հիմա որ դուք գաք ուզենաք անձնական գործ բացել, դուք կարող եք որպես ասենք գիտեք ինչ, հատակ մշակողների, ասենք, ասոցիացիա է, չէ, կազմակերպության շեֆ լինեք, դուք լինեք ձեր սեփական գործը։ Հա։ Բայց մի հատ քննություն պետք է հանձնեմ հատակ մշակելու։ Հա, գնում եք, հարցեր կա, հարցեր են տալի, ինժեներ չեն տալ, ասենք ինժեներ, ձեզ տալիս են լավ տեխնիկ, լավ, ասենք, լավ ուսումնարանը սովորած տղայի դիպլոմ, ասում են, գնա աշխատի։ Իսկ մի հատ ընդհանուր հարց, քանի երեխա ունեք։ 2 տղա ունենք, 5 Այո, 2 տղա, 5 թոռնիկ։ Բոլորը ձեզ հետ են։ Նարանը նենց հետակի բան պատմեց։ Իրա համար։ Բայց Մարսելում եք բոլորը։ Լիոնա, Վիեն, Լիոն չասած։ Այ Անահիտը մի բան հիշում էր Լիոնից, էլի բաստորեն։ Երևի էլի։ Այս փոքր տղաս մեր մոտ է, Մարսելում է։ Ահա, բայց առանձին եք ապրում։ Առանձին։ Երեխեք, սեփական տուն բան ամեն ինչ չէ այնտեղ։ Տղաներս ունեն։ Դուք էլ։ Չէ, մեծ ինչ Արմեն։ Վարշավ եք դուք։ Հա, գիտես ինչի։ Եթե իմ տունը լինի սեփական, գույքահար պետքա տամ, այդ տունը սարքելու պատերը որ ներկեն, պետքա մասնակցեմ, գրիշը սարքեմ, պետք է։ Իսկ ստերը սաղանում, հա։ Ես հիմա մեկ ջեկը ոնց որ մենք վարձը տալիս ենք գումարներն ու պահանջում ենք։ Շենք տվել եմ պահանջողի կարգավիճակում եք։ Գույքարկ հետ գործ չունեմ, շենքը վերանորոգելու հետ գործ չունեմ, Մեր պարագան։ հա, աղբի հետ գործ ունեմ, պարտեզը նայելու հետ գործ ունեմ, կանգառները գործ ունեմ, աղբը տանելու հետ գործ ունեմ, մեր ծառերը նայելու։ Իմիջիայլ 350 հատ սենց ծառ կա մեր բակում։ Ինչ ասում։ 350 հատ։ 350 հատ։ Եվ 200 հատ սենց թուփ, ֆուտբոլի դաշտ, թենիսի դաշտ։ Բա ուրեմն ես էլ Երևանը ցույց եմ տալի գլուխ եմ գովում սաղորը։ Եվ ընդհանրապես մեր թաղամասը գիտեք ինչքան է։ 40,000 մետր քառակուսի, ապրում ենք 1000 հոգի։ Հա։ 40,000 1000 մարդը 40 քառակուսի մետր գալիս է։ Դուք 80 ձեզ երկուսի։ Նայեք, սենց ծառա 3 հատ ավտոյի կանգառ, մի հատ սենց ծառ 3 հատ 500 հատ ավտոյի կայանատեղ ունենք։ Հա։ Մեր դուրը բացվում է, մտնում է, եւ մեր փողոցն էր 24 ապրիլ 1915 թիվ գենոսիդ։ Եվ Ոնց տենց է անունը։ Հա, բա իմ հարցը տենց է։ Եվ մեր տան կողքն էլ ուղարկել էի ձեր չեք տեսել հուշարձանը մեծ։ Մեր փողոցով Անահիտին եք ուղարկել։ ապրիլի 24-ի մեր փողոցը 4 ժամ փողոցը լրիվ փակվում է եւ բանի դրոշակներով, բաներով, քաղաքապետներով, բանով այնտեղ մեծ բան է լինում։ Այսինքն Մարսելում ահագին ուժեղ հայկական բան կա, հա։ Մեր թաղը հայկական թաղամաս է։ Այդ հոյակապ թաղամասը որ նկարագրեցիք հայկական, հա։ Սա մերը միայն մերն է որ շենքեր են։ Մնացածը սա առանձնատներ են։ 29 թվին 1929 թվին հիմա պատկերացրեք ոնց որ այդտեղ պլանի գլուխներ վերևել բան չկար, չէ՞, հիշում եք են Հա, գազանանոցման արդեն եսին ոնց էին։ 29 թվին տվել են հայրին եւ իտալացիներին այդ մասը, որը կերեն գաղթական կենտրոնում են եղել, որ ստեղծեն թաղամաս։ Այո։ Սիմվոլիկ 1 մետր քառակուսին 1 ֆրանկով։ Եվ հայրը սարքել են մի հատ հիմա ցույց կտամ մեծ թաղամասը ամբողջ
հայեր ու իտալացիներ։ Ոնց է կոչվում այդ թաղամաս։ Բոմոնը։ Բոմոն։ 12-րդ դե մեծ մոտ բաներով չի, արաբկիր, աղոնդի սմաններով է, 12 Հա, Փարիզն էլ է այդպես։ 12-րդն է եւ ամենապրեստիժնի թաղամասն է Մարսելի։ Ամենահարգված։ Ամենաթանկ տներն են, հա։ Ամենաթանկ թաղամաս մերն է 9 եւ 10-րդը, որտեղ տղաս է ապրում։ Այդ թաղամասերը ամենաբանն են, էլի։ Դրանք կենտրոնում են, թե կողքերը։ Կենտրոնում է գնում, կենտրոնում եկե մի տարի առաջ է միջը։ Այն որ նայնն ասեց արեթանք կենտրոն գանք, մինչև գնացիք եկանք, ասի աղջիկներ, այս Մոնակոյի ասա հիմա։ 2 ժամ։ Հիմա մեզ մոտ գիտեք ինչ արեցին, Մարսելի տակ տունել սարքեցին։ Քաղաքի մեջ էլ գրուզավիկ ոչինչ չի մտնում։ Պատկերացրեք, ոնց որ շամպանսկից մտնեք, ու ես իմ որտեղ դուրս գաս, հա։ 4 շարք գնում է, 4 շարք գալիս է։ Արտաշատում դուրս գաս։ Դուրս ես գալիս, մտնում ես, դուրս ես գալիս, ասենք բանի գային կա, Արտաշատի գային։ Այդ բոլոր մեքենաները չեն մտնում։ Մյուս կողմից կարաս մեջից թեքվես, գնաս բանի դուրս գաս։ Հասկացա։ Աշտարակի եւ հիմա նայեք, շամպանսկից մտա, կարող ես դուրս գալ, ասենք ռելեի մոտ դուրս ես գալի մտնում, մի հատ արաբկիր ես դուրս գալի մտնում։ Այդ մեր ապագան եք նկարագրում, ես կարծում եմ, ստեղ էլ կլինի։ 70-ի վրա օրը 100,000 հատ մեքենա պատկերացրեք քաղաքը չի մտնում։ Դե ասենք Մարսելը Սովափնյա է, չէ՞։ Կդրվում է, գիտեք, հարավից կա Իտալիայից գալացող բան, ասենք գնում է դեպի բան, հյուսիս Իսպանիա։ Պետք է գաս չնայած վերևներով էլ կա, քաղաք չես մտնում, անավանդ գրուզավիկները չեն մտնում։ Աղջիկների մոտ ոնց որ թե բավականին հետաքրքիր զրույց է, մի հատ խնդրենք պատմեն։ Մի հատ գործ անենք, հետո կխմենք ամեն ինչ։ Ուրեմն Նարայի հետ զրույցում էի, ես մտածում էի Նարա կադրի մեջ եք։ Իրանք դուստերել ունեն։ Ու Նարան ասեց ոչ, 2 հատ տղա ունեն։ Դե պատմենք Նարա։ Միշտ ուզեցել եմ դուստր ունենամ։ Հետո թորնիկներ, որ պիտի ծնվեն, անդադ ասում են, աղջիկ լինի։ Ես աղջիկ եմ, ես խնդրում եմ, ֆրանսերեն ասում են, պուպոնետը, տղաս ասեց, մամա, այնքան ասեցիր պուպոնետը, այնքան աղջիկ ասեցիր, 4 հատ աղջիկ ծնվեց, մամ, խնդրում եմ, մի հատ էլ տղա ուզի գոյնել։ Ոնց 4 հատ աղջիկ։ 4 հատ թորնիկ։ Թորնիկ, Ախ, տենց եղավ, հա։ Այո։ Հետո տղաս ասեց, մամ ջան, խնդրում եմ, մի հատ էլ տղա ուզի գոյնել, մի հատ տղա, Ստելա, մի հատ էլ տղա եմ ուզում, ու տղա ծնվեց։ Այսինքն տենց պատվերով, ինչ է։ Տակով մեր այդ հուշարձանի տակով բանը։ Հա, խոսքը հայկական հուշարձանի մասին է, ժողովուրդ։ Մտնում է թունել են արել, 700 մետր։ Մի հատ հուշարձան էլ կարաս, Սարամ ջան։ Նման է մեր։ Ես հուշարձան։ Այ մանի լրիվ ցես կտամ։ Միշտ վարվում։ Սա սպասի մի վարքան ու մնա։ Միշտ վարվում։ Այս կողքերը լրիվ նռան ծառեր է։ Այո։ Մեջտեղը խարույկ, կրակն է վառվում, գազի եւ ջուր։ Այն թունելը փաստորեն սրա Թունելը 700 մետր ու ամբողջ վրան անտառ է։ Ամբողջ անտառ է։ Իսկ մյուս մայթում, նայ, այսպես այսպես գետնի տակից դուրս է գալի։ Էսի դուրս գալացող կողմն է եւ կա մտնող կողմը։ Լավ, բարձ է, դե մերոնք թող մտնեն նայ եթե հետաքրիր է իրանց։ Հուշարձանը կոչվում է Գենոսիդ ապրիլ 24-ի ցեղասպանության զոհերի բանը, հուշարձանը։ Ու փողոցը տենց էլ կոչվում է 24 ապրիլ 1915 թ. Այո, հիմա արդեն բարձ է, որտեղ Արամը մեզ գրել էր։ Ես որ ասեցի Լենինգրադյան փողոց, Արամը առաջարկեց փոխել ապրիլի 24։ Մարսելից էիք սովորել, հա, պաստոր։ Միտքը ընդեղից էր։ Արամ ջան, մի հատ ձեր պապիկի մասին պատմեք։ Պարզվեց Արամի ծնողները Ուրեմն նայ, պատմությունը պատմեմ։ Բանի ժամանակ, ցեղասպանության ժամանակ, տատիկիս կողմի ծնողներին սպանում են, երկու քույրիկին 8 տարեկան երկու քույրիկին դնում են մոր դիակի վրա, երևի այս երեխաներին խղճում են, թողում են, գնում են։ Մի հատ էլ եղբայր են ունենում։ Այս երեխաներին վերցնում են, տանում են բան, այն ժամանակ Լիբանանը Ֆրանսիայի պրոտեկցիոնի տակ էր, չէ՞։ Տանում են Լիբանան այս երկու երեխաներին։ Այս տատիկիս քույրիկը
Մի րոպե, բա տղան ասեցի։ Տղան կորում է, հետո տղայի մասին էլ։ Տղան եղբայրն է։ Հա, իրանց եղբայր, հետո Ամերիկա է գտնվում, հետո էլ կորում է էլի։ Այս մյուս քույրիկը Վարդուի, այս տատիկը Սանահի տատիկն էր։ 8 տարեկան է եղել, 8 տարեկան է եղել։ Այս մի քույրիկը բանով կարմրուկով հիվանդ ալին, լողացնում են, չեն իմանում Կուրանում է։ Այդ մի երեխան Կուրանում է։ Հետո տատիկից տանում են Սիրիա, Սիրիայից էլ չգիտեմ էլ պապիկիս հետ ընկնում թե Սիրիայում են ամուսնանում գնում են Ֆրանսիա, այս քույրիկին էլ է կորցնում, այս Վարդուի քույրիկը վերցնում են Լիբանանի որփանոցը։ Այո։ 1964 թվին մամաս մանեկավ գտնվավ իր մորակույրին կտան Լիբանանում։ Ինչ ասում։ Հրավեր տվեցին կուրացածին։ Հրավեր ուժել էին արդեն։ Չէ։ Հրավեր տվեցինք Լիբանանից իրան այդ ջրանոցի, այդ Կուրանոցի, ծերանոցի ամբողջ կոլեկտիվը նվերներով 64 թվին ջինսեր էր բերել, այդտեղ նայում ասում են քեզ ինչ է։ Ափսոս 64 թվին ձեզ չճանաչել։ 3 ամիս մնաց տատիկիս տանը։ Բայց դե կույր էր, ոչ մի բան չէր տենում, բայց շփվում էր, կրոջ։ Մենք ասեցինք Վարդուի տատիկ, արի մնա էլի մի գնա, ասեց գիտեք ինչ չեմ կարող։ Ինձ այնտեղ խնամում են, լողա մի խոսքով։ Ձեր պապիկին խապեցին, բերեցին ստեղ հերիք չի էլ ուզում էիք Վարդուի։ Մի խոսքով Վարդուի տատիկը թե ծերանոցում գնացելի հետ։ Արամ ջան, հիմա անցնենք պապիկը ոնց էր։ Հիմա տատիկս ու պապիկս Ֆրանսիա, այդ ճիշտացած չգիտեմ ոնց են հանդիպել։ Գնում են Ֆրանսիա։ Այդ մեր ֆանտազիայի վրա ոնց են։ Ինձ թվում է գնացել են 27-ին, որտեղ մամաս ծնվել էր 28 թվին։ Ահա։ 28 թվին մամաս ասում է, որ ես եկա Երևան, ես հայերեն չգիտեի։ 8 տարեկան ա եղել, դե Ֆրանսիայում որտեղ պետք է սովորի, ֆրանսիական ամեն 2 հատ էլ քույր ա ունենում։ Այս պապիկիս եղբայրը շուտ ա եկածնում Հայաստան, պապիկիս նամակը գրում ա, թե ինչ ես ըտե տանջվում, կտոր ես լվանում, կոշիկ ես կարում, արի ստեղ փիղ ենքան է ժանա, որ հավ չենք առնում, փիղ ենք ուտում, պատերի տակ էլ ձվերը լծրած ա։ Այդ KGB-ի համար ա գրել տենց։ Չէ իրախ, հա, երևի, պապիկս էլ վերցնում ա 3 հատ երեխայի, մամաս 8 տարեկան, մյուս քույրը 7 տարեկան, այն մեկն էլ 4 տարեկան։ Ասում ա գնում եմ հայրենիք։ Հարևանն ասում այ մարդ, գոնե այս երեխաների բան արա, Ֆրանսիա հպատակ արա, նոր տար։ Այս պապիկս էլ ասում է ինչ կարիք կա, լավ չնի հետ գկամ։ Հա էլի։ Դուրը փակում է, նկարում եմ 2 հարգանի առանձնատար, դե այն թվերի համար հիմա վերանորոգել էին, բան, գալիս է, նավից իջնում ասում է, սև հացը որ տեսանք, ասեցինք էս ինչա, ասեցին էս է դրոշակի հացն է։ Մի խոսքով, այս արաբկիր արտել կար, մի հատ գիտեք ինչ տուն էին տվել, պատվալ։ 30 տարի տատիկս այդ պատվալի մեջ ապրեց, մինչև Զեյթունում Գոգոլի փողոց, Բանենց փողոցը։ Գոգոլոյից փողոցը։ Հա։ Վերջը պապիկս ինչ անի, կոշկակարություն է անում։ Մի օր գալիս է մեկը, ասում է Արիս է եղել անունը, պարոն Արիս, կարող ես կոշիկս ընենց վերանորոգել, որ ֆրանսիականի նման լավ լինի։ Այս մարդը միամիտ ասում է, գիտեք, ստեղը տենց մատերիալ չեմ կարա գտնեմ, որ տենց լավ լի, սա էլ գնում է ուղիղ KGB, ասում է պարոն Արես, ասում է սովետական միությունը այնքան վատնա, որ Ֆրանսիայի կաշին ավելի լավն է։ Պապիկիս տանում են, 4 օր լավ ծեծում են, բերում են տուն, մաման ասում է ոչ մի բան չխոսած, 3-4 օր հարցնում էինք ինչ ա եղել, ոչ մի բառ։ Երևի ասել են տունն էլ չխո, ու մահացել է։ Բերել են այս առաջի հիվանդանոցը, հիմա որ կա էս մեր, բանի, պլանիկը, այդտեղ մահացա, մարդը 50 տարեկան, 55 տարեկան մահացել է, գնացել է, այտենց։ Արամ ջան, ես ինչ շոշկալի պատմությունները։ Իսկ պապայիս կոմը 28 թվին իրանք արաբկիրցի են, հին արաբկիրցի են։ Տատիկիս պապիկիս որպես Թուրքիայի արաբկիրը մեր Մալաթիայի նահանգ։ Որպես մեծ երեխեք ամուսնացած ուղարկում են Հայաստան, որ գան տուն, բան, ամեն ինչ հող առնեն, որ բոլորով գան։ 29 թվին ճանապարհները փակվում է, վերջ, էլ գալ չկա։ Տատիկիս 2 քույրը եղբայրը, պապիկիս քույրերը եղբայրները գնում են Ստամբուլ, ես 35-36 հոգի ընտանիք բարեկամ ունեինք Ստամբուլ։ Իսկ տատիկիս պապային տարածնելուն բանակ, ռուս-թուրքական պատերազմի բանակ են տարածնում,
տատիկիս մամային, այդ մամային սպանում են, այս տատիկս մնում է մեջտեղը։ Մի հատ կին վերցնում տանում տատիկիս պահում է, որ պապիկս բանակից գալիս է տենում է երեխային պայլեն, ամուսնանում է այդ կնոջ հետ։ Նրանից էլ 3 երեխա է ունենում։ 2 քույր, մի եղբայր։ Այդտենց տատիկ են եկել են, նրանք մնացել են այնտեղ 64 թվին հաջողացրեցին, որ Լենինականով գնացին բանին տենան, պապիկիս պապան 101 տարեկան է եղել, եղբայրը եկել էր ղարց դիմավորելու, գնացքի մեջ մինչև իրանք հասնում են Ստամբուլ, հայրը մահանում է, պապիկիս 64 թվին առաջին բաներն էին, էլի։ Այսինքն 64 թվին ինչ-որ տես մի քիչ թեթևացավ, այդ Խրուշովը որ եկավ, Լենինականով գնացքով գնում են։ Խրուշովին հանեցին արդեն 64 թվին։ Դա գիտեք ինչ միջոցառում էր, երևի մի 50 հոգով գնացել էին Լենինական ճանապարհելու։ Այդպես էլի։ Հետո դրանից հետո մամային կցկանի անգամ Ֆրանսիա գնացին եկան եւ կապված գենոցիդի։ Հիմա մենք այդ ամբողջ արաբկիրը իրոք մեր պապիկները եւ գիտես ոնց էին Թուրքիայի արաբկիրը։ Չէ, այս մեր Երևանի հիմա մեր արաբկիրը, գիտեք ինչ էր, Կոմիտաս փողոցը հող էր։ Դուք այն կողմը եկած չեք դիտել։ Չէ, ես ընդ առաջ անգամ եկել եմ, երբ որ այն լամաջուր սկսեցին։ Կոմիտասի փողոցը հող էր։ Այդ վրացական փողոցը ամբողջ արաբկիցի տներն են ու բաղճա պարտերներն են։ Տատիկ պապիկս փոքրից տանում էին թութ հավաքելու։ Ամեն իրիկում մենք գնում էինք, այսօր սրանց թութը պետք է հավաքենք, հետո նրանք գալիս էին մեր թթերն էին հավաքում, հետո օղի քաշելու օր կար գնում էինք ու բոլորին ճանաչում էին։ Հիմա այս արաբերում մարդ չեմ ճանաչում։ Հիմա ամենամեծը մնացել է տղայից ընկերոջս պապան, որի հետ մանգապարտեզ եմ գնացել։ Իմ ընկերները հիմա իմ մանգապարտեզի դպրոցի ընկերներն են այստեղ։ Մենակ ես եմ դուրսը, բոլորը այստեղ են։ 91 տարեկան է, դե պապաս 93 մահացավ։ Պապաս 13 տարի մեր մոտ էր, ինձ մոտ էր։ Չէր գալիս, զորով տարա։ Եկավ։ Այդ Ֆրանսիա չէր ուզում գար, հա։ Պապա, գիտես ինքը ամբողջ Եվրոպան այն ժամանակ 75 թվից պապաս ու մամաս ման էին գալի վակրուկ Եվրոպի, լյուքս առաջի կարգ նավերով։ Օդեսայից դրսում էին, Օդեսա, վիզան գալիս էր ընդեղից, մամաս մորակրոշ տղաներ ուներ մամաս ընդեղից։ Գնում էինք Օդեսա ճանապարհում էինք, Արմենիա նավը նստում էին, գնում էին Ստամբուլ, մի ամբողջ օր Ստամբուլ, հետո Ստամբուլից նավը գնում էր Իտալիա, Իտալիայից գնում էին Մարսել, 45 օր մնում էին Մարսելում, հետո նավը նստում էին, հետ էին գալի եւ գնում էին լյուքս առաջի կարգով։ Պապա շատ լավ, պապաս 1000 ռուբլի աշխատավարձ ուներ։ Հիմա այս ավտոզավոդի պրեսները որ Եղոսկով այդ դժվարությունների մեջից ստացվեց մամաս վաստակավոր 40 տարի 36 դպրոցում է Հայաստանի վաստակավոր մանկավարժ էր լեզու գրականություն պապաս էլ Հայաստանի վաստակավոր մանկավարժ որովհետև իր արած էլեկտրոէներգիան անենց խնայողություններ էր տալի մենք ամբողջ կյանքում մենք էլեկտրոէներգիայի փող չենք մուծել մենք էլ տակը մի հատ բան էինք չէ իմաստը կա մեր օրինական է տարեկան 1 միլիոն ռուբլու տարեկան 1 միլիոն ռուբլու էլեկտրոէներգիայի խնայողություններ էին անում դրանից այդ գործարանը որոշել էր որ քեզ չենք կարա փողեր տանք արքես էլեկտրոէներգիա կտանք Սովետի կաշապն է, էլի։ Գեցես։ Այդ ծանր կյանքի հետևանքն է։ Այդտենց 3 անգամ գնացին Ֆրանսիա, 3 անգամ նավ առնում։ Այսինքն դուք որ գնացիք Մարսել, տենց ձեզ համար անհայտ հողեր չէին, էլի, արդեն առաջին անգամ անհայտ էր որ գնացի երեխայի օպերացիայի։ Դե բայց միշտ մանկուց լսել եք բաներ արել, էլի, չէ։ 4 ամսվա մեջ ես այնտեղ շրջապատ ստեղծեցի։ Երկրորդ անգամ իսկ ֆրանսերեն գիտեիք արամ կներեք։ Ես տեղում սովորա, սովետի գիտես ինչով Այնտեղ սովորեցիք։ Մեքենայի ռադիո միացնում էի ֆրանսերեն, ակնջստակ խոսում էի, գիտեք խոսում, մեկը դու հասկանում ես։ Հերոստատեսությունը նայում էին միայն ֆրանսիացիներին։ Այլա մի հատ հետաքրքիր պատմություն պատմեմ։ Իհարկե կարելի, նարային ենք լսում։ Տղաթորնիկս շատ խելացի է եւ երբ որ
ամուսինս իրան նվեր առնում, շատ կոնստրուկտորներ պիտի լինի, լեգոներ պիտի լինի, ու ինքը անպայման սկզբից պիտի քանդի, տեսնի մեջը ինչ կա, բացատրվի պապիկի հետ, իրար հետ խորհրդակցեն, հետո նոր հավաքի։ Հիմա ինչ որ վերտալյուտը, չգիտեմ ինչ էր ստացվեց, բացատրում է պապիկին, թե այստեղ կարելի է ինչ որ փոփոխություն անել։ Ուզում է հարցնի իրան։ Ուրեմն խոսում է մի բառ հայերեն, դե գիտի որ տունն է մեր գալի, պետք է հայերեն խոսա։ Մի բան հայերեն, դժվար բառեր են, բան ավելի ֆրանսերենն է գալի, երկու բառ ֆրանսեր։ Ամեն բառի վրա ասում է այդ բառը ոնց էր հայերեն, այդ բառը ոնց էր հայերեն, ասում է դե պապիկ ասում, ամբողջ մտքերս խառնեցի։ Դե լավ էլի պապիկ ասում, 25 տարի է Ֆրանսիայում ես ապրում, մի հատ ֆրանսերեն չսովորեցի ասում։ Այ ես քեզ ասում եմ հայերեն խոսա, դու ֆրանսերեն։ Դեք այնտեղ իմիջալոց Արմեն ջան, եթե ֆրանսիացին հարցնում ասում ձեր երեխաները, թոռները հայերեն գիտեն, եթե ասես չէ շատ վատ են նայում։ Ինչ եք ասում, շատ վատ։ Ես ինչ լավ տեղ եք ընկել, այ։ Շատ վատ։ Հիմա նայեք, թոռնիկս քննություն է տալի ինստիտուտի, չէ, դպրոցի, պարտադիր մի հատ օտար լեզու պետք է հանձնել։ Հայերեն չես կարող հանձնել։ Ռուսերեն կարող ես, հարազատ լեզուն է։ ասում է դա պարտադիր է ասում, դու չես կարող դա հիմա թողնի չինարեն է, ասում պապիկ հիմա չինարեն է հանձնում։ Մի հատ էլ լավ պատմություն ես պատմեմ։ Մի հատ էլ նառան։ Մի հատ էլ ես ունեմ պատմություն։ Գենոցիդի վերաբերյալ։ Քանի որ փոքր տղայիս աղջիկը շատ ակտիվ է, ամբողջ դպրոցների բոլոր ոնց որ ջոկատավարներ կային, չէ՞։ Ուսխորհրդի շատ բան։ Ամեն անգամ ապրիլ 24-ին ինքը պարտադիր հայտարարում է, որ պիտի դրա մասին ֆիլմեր է նկարում եւ առաջվա Հայաստանը եւ սովետական Հայաստանը եւ հիմիկվա Հայաստանը բոլոր նկարը ֆիլմ է ստեղծել ինքը։ Ու իր ուսուցիչը ասում է, որ պետքա Սաչինինյա ոնց է, շարադրություն պիտի գրեք, ինչ որ մի հին պատմություն, ձեր ընտանեկան հին պատմություն, հարցնում է իր մայրիկին, տատիկը արդյոք ունի մի հին պատմություն, ինչ որ մի հին բան տվել է քեզ մամ ջան, ասում է։ Այն ասում է տատիկը ինձ քամար է նվիրել։ Այդ քամարը Արամի տատիկն է նվիրել ինձ, երբ որ գաղթի ժամանակ, երևի գաղթի ժամանակ են եկել, ինչ տենց հին քամար ասեն, հայ մեր մասնագետների սարքած, քարը մի հատ վրայի կորցված է իհարկե, այդ քամարը տվել եմ, չի էլ հիշում, որ տվել եմ։ Հարսիկս ասում է, այս պատմությունը կա, դու այս պատմությունը կարող ես պապիկից հարցնել ինչա ոնց է եւ դրա վրա շարադրություն գրել։ Ինքը այդ ամեն ինչ անում է ու շարադրությունը գրում է, անենց հոյակապ շարադրություն է գրում, որ շահում է այդ շարադրությունը ամբողջ։ Եվ հիմա այդ շարադրությունը այդ գրում է չինարեն։ Այդ շարադրությունը գրում է չինարեն։ Հիմա դա իրանց արխիվում, արխիվ կա, չէ, ուսանողական արխիվը պատմությունների, իր ֆիլմով, իր ամեն ինչով հաստատագրված, ստորագրված, որ սա իրոք պատմություն է ու տենց նկարով, փաստով, բանով տենց դրված է։ Մի երեխա է ինքը, որ ծնվել է Ֆրանսիայում։ Իսկ այս փոքր թորնիկը ինչ է ասում։ Պապիկ հենց իջար ասում Երևան, առաջին ասում է գիտես ուր ես գնա, ասում եմ ուր Եռաբլուր, կգնաս Եռաբլուր այս փոքրը, այնտեղ մի հատ տատիկ կա, այն դրան դեմը չի ասում, ինչ որ մեկի տատիկն է, ինքը ինչ որ մի հատ գերեզման կա, որ ինքը միշտ գալի տեղ է, այդ տատիկին ասում է 20,000 դրամ կտաս, անպայման ասում է, բայց որ Երևան գնացիք ասում է տատիկ այդ առաջին հերթին կգնաք Եռաբլուր։ Այո։ Այս փոքր տղան շատ է գալի։ Իրավե, երեխեք, այդ Ֆրանսիայում բոլոր քաղաքներն են տենց հայասեր, հայերի նկատմամբ ուշադրություն։ Դե Մարսելը հացառությունն է։ Նո, Լիոնը տղայիս քաղաքը, Վիենի քաղաքը, այդ իր քաղաքապետը հայ է, Լևոն Սակունցը։ Բանը Գորիսը իրենց քույր քաղաքն է։ Իրանց համար գիտեք ինչ են անում, ստեղ է, նոր ստեղ է։ Ես ճիշտ ասած չէի պատկերացնում, որ այդքան ուժեր է Ֆրանսիայի։ Ավելի 24-ի փողոց տղայից փոքր քաղաքում կա։ Չէ, բայց ամեն քաղաքում մեր մոտ այգում, մենք մի հատ այգի ունենք, ոնց որ մեր մոնումենտը, Խաչկայրերը դրած, հայկական մեծ։ Ֆրանսիայում իմիջալոց, եթե Ֆրանսիայում արգելված է բան անել,
հերքել ցեղասպանությունը։ Հիմա երկու հոգի կարան, եթե մեկը պուբլիշնի վերքենա ասի ցեղասպանություն չեղել, դատում են այդ Պրադոյի վրա այդ գլխավոր եկեղեցին է, հետո բոլոր թաղամասները իրար հայկական եկեղեցին են։ Մեր թաղամասում 2 հատ հայկական եկեղեցի կա։ Մեր մոտ 2 հատ կա, ճիշտ է։ Այո։ Դե մենք Փարիզում ենք մենակ եղել։ 2 եկեղեցի էր, մեկը մենք հաջողեցինք, այդտեղ մենք տեսանք։ Տղայից մոտ բանի Սարի ժայռի վրա մեծ եկեղեցի մեջ բանը դրած հայկական դպրոց ունեն, հայկական բարետի խումբ ունեն, հայկական խմբակներ, դպրոցներ եւ կա ամեն ինչ։ Արամ ջան, իսկ այդ որ ասեցիք, շարադրությունը թարգ մի հատ էլ ինքը չիներեն գրեց։ Այդ ինչի համար չիներեն գրեց։ Որտեւ իր երկրորդ լեզու է ընտրել ինստիտուտի քննության երկրորդ լեզու ընտրել է չինացինը, չինարենը։ Իրար գիտեն որ կարևոր է լինելու չինարենը։ Դե լավ, եկեք անջատեմ մի քիչ իրարից։ Նարա ջան, բայց դուք չիմացանք ոնց եք, դուք Երևանում եք ծնվել, մեծացել։ Այո, Երևանում եմ ծնվել։ Կարապիլիչի մոտ, բանը Շամյան դպրոցի հետ է։ Դալանից Մարգարյանում եմ ծնվել։ Այն օտելը որ Ես Արմեն ջան, ես իրան ասում եմ դու արմենական ես, ես արաբկիր եմ ծնվել։ Ինքը ասում է պետք է թանկ կենտրոն, ես ասում եմ պետք է գնանք արաբկիր։ Այդտենց, հա։ Ոնց որ մեր էլ Անահիտը ասում է գնանք ձկան խանութ, ես ասում եմ գնանք կինո Մոսկվա։ Կինո Մոսկվա, այո, այդտենց։ Լավ է մերը մի քիչ մոտիկա։ Բայց այդ սպես չի։ Այո։ Ասում եմ ցտեսություն։ Արդեն միացրել եմ։ Չէ, մի րոպե, ստեսություն չենք ասում։ Չենք ասում։ Արամ ջան, Նարա ջան, ինչ հաճախականությամբ եք գալիս Հայաստան։ Ամեն տարին մի անգամ անպայման։ Ես սիրում եմ այս մայիսը, գիտեք, որտեղ տղաս ասում է հունիսին օգոստոսին գնաք, այնքան շոկ է։ Չէ տալու։ Հիմա լավ, ամեն կողմը կանաչ։ Իսկ տղաները ավելի հաճախ են գալի։ Մանավանդ փոքրը տարին 3 անգամ։ Ասում եմ ճամպրուկները դրան հետև ինքը չի դատարկում։ Հենց մտքին անցնում է Այո։ Իդեպ ասեմ շատ հետաքրքիր ժամանակ են անցկացնում, ես նույնիսկ զարմանում եմ, որ ժամանակ են գտնում Հայաստան են գալիս շյոտեկի, որտեվ պատմեցին սաղ Եվրոպան ոտատակ են տալի, Ռոպեն մեկ մեքենայով դուրս են գալի, դենից տեղա մարսել է, որ Արմեն ջան, ես պարզ ասեմ ժողովրդին, մեր տունը այնտեղ է, բայց մեր հայրենիքը այստեղ է։ Այո։ Բայց մեր հայրենիքը այստեղ է։ Երեխեք, ես ճիշտ է, որ ստեղ ինչ-որ, ասենք, միսը բանա համովա, թե հնարած բանա։ Ամեն ինչն է Արմեն ջան։ Ամեն ինչ։ Կա տենց բան իսկապես։ Այո, այն խորը չալաղարները անգամ կանանչիներ։ Յուղը վրա է մի քիչ չորացած խոզի չալաղարները ուտում ես։ Օրինակ նարան այնտեղ գար չի ուտում։ Ինքը գար բերանը չի դնում։ Գարը ասում է, բայց տեղի այն օրը դմակ էր ուտում։ Կարողացած տեղ։ Գարան դմակ էր ուտում։ Մենք գարսի։ Լավ, այդ հարցն էլ պարզես։ Միսը Եթե լավ դարեք բանջարեղեն լավ բադրջան ունենք գնացեք օյակա Էլեն ռեստորան բիբար ունենք օյակա բայց պամիդոր վարունգ չկա լավ հնդիկ խնձոր ունենք տանձ ունենք թուզ ունենք այնտեղ բայց ծիրան չունենք Բայց զատո ունեք բաներ, չէ, ծովային բաները, հոյակապատները, ծովամթերները։ Ամսի 4-ին։ Ծիրանին չենք Զատո թութ ենք ուտում։ Այս մեր բանի չերուս տղայի բակում լավ թութ կա։ Գարաժի կրիշը ամեն առավոտ թութ։ Լավ ասել է թութը, սև թութ։ Ինքն իրեն շուտապ չանում է։ Այո, մի խոսքով ճիշտ է ասում Նարան։ Շատ հաճելի էր, ձեզ շատ շնորհակալություն։ Մեզ մոտ լինի խաղաղություն։ Ժողովուրդը լավ ապրեն, գիտեք ինչ։ Ժպտան, առողջ լինեն, ժպտան, հարուստ լինեն, գիտեք, հնարավորություն ունենան, գիտեք, գնան, պտտեն, ճամփորդեն, տեսնեն, գիտեք, ամեն երգիթը, այո, մեր, ախր գիտեք ինչ պատմություն, չէ, ոնց է լինում, որ… Չէ, չենք վերջացնում, ուզում ենք լսենք Արամին։ Գիտեք, ընդեղ ինձ ասում են, ասում են, գիտեք, մենք զարմանում ենք,
մենք գալիս ենք ստե տարիներով, դուք գալիս եք 2, 3, 4, 5, 6 տարի թփ, այ մարդ ասում եմ, դուք առավոտ որ քնից վեր եք կենում, դուք մտածում եք ոնց է դա գործից կա, մենք սովետի երկիր ենք ապրել, մենք պետք է մտածենք ոնց անենք, այս մեխը ճարենք, այս վինդը չի ձգվում, մտածենք թե ոնց կձգենք, ջուրը ոնց պետք է սարքենք, ոնց պետք է միշտ ճարենք, ոնց պետք է կար մեր ուղեղը սկսել է աշխատել։ Մենք մտածում էինք, չէ՞ Արմեն։ Ինքը մտածում է, իմ գործս պետք է գնամ աշխատանքի տեղը, շատ լավ գործս անեմ եւ գամ տուն։ Պետք է բոլտ ձգողը թողա բոլտը ձգի, պատին մեխ բխողը թողա։ Ասում եմ, ես չեմ մտածում։ Հիմա տղաս իր աշխատողի որ ասում է, մի քիչ ասում է դուք ինձ մտածելու համար չեք վճարում, ասում է դուք ինձ վճարում եք աշխատելու համար։ Վճարի, վճարի մտածելու համար մտածել։ Իսկ մենք անվճար մտածում էինք առավոտից իրիգուր, ոնց անենք շալվար ճարենք, ոնց անենք որ հասցնենք տանենք կարճացնելու, այդ արանքում էլ գնանք գործի գա, մեր ուղեղը աշխատում է։ Դրա համար ստացվում է։ Ասում ձեր մոտ էլ պետք է բերենք սովետական մի քանի տարի, որ ապրեք, կսովորեք, թե այդ ֆոկուսը կսովորեք։ Շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր հանդիպում էր, շատ դուրեկան։ Իսկ թվում է կհանդիպենք մեր տարածքում։ Այո, Ֆրանսիաներում։ Մենք ուղիղ ենք գալի, Մարսել, Երևան, 4 ժամ։ Դե դուք ուղիղ գալիս եք, բայց մենք մինչև այդ ուղիղ գալը պետք է այդ դեսպանատուն անցնենք, չեմ ինչ անենք, հիմա այնքան է երկար են։ Այդ չգիտեմ, տենց է հիմա։ Մեր բախտը այդ հարցում հետ չի բերել։ Ասեցի, մեզ կես տարվա գոնե վիզա տվեք։ Չստացվեց։ Դե լավ, եկեք, ուզում եք հրաժեշտը սենց իջնենք կդեղ միտեղ փողոցում հրաժեշտ կտանք։ Հա, հիմա դուք եք մեզ նկարում։ Նորվեգիայից Սիլվայի Միրիշտատին։ Ես հիշում եմ ձեզ։ Նորվեգիայից։ Այն մեծահասակինը, չէ։ Այո, հա, հիշեցի, Թումանյանի վրա որ հանդիպեցինք, հա։ Սալավա։ Հենց հիմա Ռակովիվան։ Հա։ Այո, դուք մենակ եք եկել։ Չեկինը ստեղ է գնաց։ Հա։ Բարիչություն իրան, բարերեք ձեր։ Լավ կապի է։ Շնորհակալություն ամեն բարբեր Ստեսում։ Բռնացրեցին։ Մենք էլ Չենք ուզում ստեցություն ասենք, բայց ստիպված ասում ենք։ Այո, լավ մնաք։ Անպայման կտեսնվենք։ Իմիջալոց գնում եք Վարդանյանների շատրվանները։ 9:15 սկսվում է։ Դե կկապնվենք մի հատ կասեք, այսօր ինչ նվագեցին։ Մեր օրը Խաչատրյան էր, մեզ հետաքրիր է մյուսները։ Երևի հիմա Արշակն է, կա Արշակին խրավին կտտնենք աշտարակից հետ։ Այո, Արշակին գիտենք շատ լավ։ Արշակին բարևեք մեր կողմից։ Չգիտի։ Մենք հիմա ստեղ է, մի քիչ հեռու է մեքենան։ Կամ մեզ հետ եկեք մեքենայով ձեզ տանեմ ուր որ ուզում եք։ Հա, ես գիտեմ, շատերը Դուք ամեն օր քայլում եք։ Անայտերը, դուք ամեն օր քայլում եք։ Թող մենք քայլենք։ Մի օր մենք քայլենք։ Որ դուք ակ մեր մոտ ես ձեզ կթողեմ որ քայլեք։ Կթողեք մանկանք։ Հա, դրանք մասին։ Երազանքներից եւս մի բան կատարվեց։ Շնորհակալություն։ Դե եթե չհանդիպենք, Շատ ուրախ եմ։ ձեզ բարի ճանապարհ, ես անջատեմ, ես էլ հրաժեշտամ։ Դե, անձրև սկսեց գալան այդ, մենք էլ այդ մարդկանց չտարանք, ասեցին ոտով կգնանք, այս անձրևին։ Ես էլ առաջարկեցի, ես էլ ասեցի Նարայինա, գոնե տանենք ձեզ, ասեցի դե որ անձրև լինի միտեղ կմտնենք, բայց դե լավ չստացվեց իհարկե։ Այդ շատրվանները պետք է գնային, Չէ, իրանք ժամը 7-ին պայմանավորված էին։ Ասեցին շատրվաններն Դե շատրվանները 9:15 պետք է գնային։ Հա, Արամը ասեց զանգ կտամ կասեմ ինչ էր ծրագիրը, հետաքրիր է, այդ Խաչատրյանը միշտ լինում է, թե փոխվում է։ Չէ, գրած էր որ տարբեր ծրագրեր է լինելու։ Ոչ միայն կլասիկա։ Բայց իրոք ինչքան շատ տեղ էին եղել, չէ՞, Ֆրանսիայում ինչքան տեղ կա մանգալու։ Այո։ Նկարները, բանը, հոյակապ, ֆանտաստիկ տեղեր էին։
Դե ասում էր էլի, ասում է, հենց մի հատ սիրուն նկար էի տեսնում, սրազու միացնում էի կարտը, որտեղ է ու գնում էի։ Այո։ Իրանք էլ են սիրում այդ, որ դու ասես, ես ասի Արմենի սիրած ուտելիքը այդ հաց պանիրն է, պամիդորով գինեով, ասում է, մենք էլ ենք այդեն սիրում ու մենք գցում ենք մեքենան ու գնում ենք։ Այո, հետաքրքիր էր շատ։ Երեխաներն էլ շատ լավ երեխաներ էին։ Մի խոսքով ինչքան 3 ժամ։ 3 ժամը շուտ թռավ նույնիսկ, չէ՞։ Ամբողջ ընտանիքի հետ ծանոթացանք։ Ոնց որ մի հատ կյանքի հետ ծանոթանաս, շատ հետաքրքիր էր։ Իհարկե այդ բոլորը նկարել, իրենց մատուցել անհնար է։ Դե դա էլ կախված է պատմողից էլի, ինքն Արամը Նարան էր լավ էին պատմում էլի։ Դե գիտես մի բան է, որ հանգիստ զրույցի ժամանակ եմ պատմում, կամերայի մոտ մի քիչ ուրիշ է էլի։ Դե մի խոսքով հաճելի էր շատ։ Գնանք հասնենք տուն։ Եվս մի ընտանիք մեզ դարավ մոտիկ։ Այո, արդեն Արամնարը abstraksiya չի, այլ կոնկրետ, այո, լրիվ կոնկրետ։ Դե վերջ, հրաժեշտ արդեն տվել ենք, նենց որ միշտ առողջ լինեք և խաղաղ երկինք։ Այո, առողջություն և խաղաղություն, բոլորիս։